Մարդկանց մեծ մասը ռասիաճկաներ է անում, առանց նույնիսկ հասկանալու, թե սրանք ինչ են անում իրենց համար կամ սրանց իմաստը ինչումն է կայանում, բայց հիմա ես դες ռասիաճկաների հետ կապված ամեն ինչ կպատմեմ, որովհետև այս կլինի ֆունդամենտալ մկանային ֆիզիոլոգիայի երկրորդ էպիզոդը, ու այսօր խոսում ենք passive mechanical tension-ի մասին։ Անցած անգամ մանրամասն քննարկեցինք active mechanical tension-ը, ինչի շնորհիվ տեղի է ունենում myofibular hypertrophy, այսինքն մկաններում զուգահեռաբար նոր մկանաթելեր են աճում, ինչի շնորհիվ մկանները հաստանում են։ Այս երկարաժամկետ ապահովելու է ձեր մկանային աճի շատ մեծ մասը։ Սակայն կա նաև մկանային աճի երկրորդ տեսակ, որը sarcomatogenesis-ն է կամ stretch mediated hypertrophy-ն։ Ինչը այն է, երբ որ մկանաթելերը երկարում են նրա հաշվին, որ նոր մկանի բջիջներ են ավելանում երկայնությամբ։ Պատկերացրեք, որ մկանաթելը այդ ինդիվիդուալ մկանի բջիջների, այսինքն sarcomere-ների շարան է, ու sarcomatogenesis-ը այն է, որ այս բջիջների շղթան երկարում է, որովհետև նոր մկանի բջիջներ են երկայնությամբ ավելանում։ Sarcomatogenesis-ը լինում է passive mechanical tension-ի շնորհիվ։ Երբ որ ես այս ռեզինը ձգում եմ, իր մեջ առաջանում է пассив լարվածություն, ինչի շնորհիվ ինքը կարողանում է կծկվել ու վերադառնալ իր նախնական դիրքին առանց ինչ-որ հավելյալ էներգիա օգտագործելու։ Այսինքն, այս ասելով ես նկատի ունեմ, որ այս ռեզինի մեջ կոնկրետ չկա գլյուկոզա, որը օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր, որպեսզի այս կծկումը տեղի ունենա։ Մեր մկանների մեջ կան տարբեր կոլագենային ստրուկտուրաներ, որոնք ունեն նման էլաստիկ հատկություններ, ինչի շնորհիվ երբ որ մեր մկանը բավականաչափ ձգվում է, իր մեջ առաջանում է այս пассив լարվածությունը, ու ինքը ինչ-որ չափով կարողանում է հետ կծկվել առանց էներգիա օգտագործելու։ Այս կոչվում է passive mechanical tension։ Մասնավորապես այս լարվածությունը շատ է գալիս է Titan մոլեկուլից, որը երբ որ բավականաչափ շատ է ձգվում, ազդանշան է ուղարկում, որպեսզի sarcomatogenesis սկսի, այսինքն հավելյալ մկանի բջիջներ ավելանան երկայնությամբ, ինչի շնորհիվ մեր մկանը երկարում է։ Sarcomatogenesis-ը կարող է լինի երկու բանից։ Առաջինը այդ ռաստիաճկաներն են, որոնց դեպքում մկանաթելերը չեն ակտիվանում, այլ ուղղակի пассивորեն ձգվում են, ու սրա հաշվին passive mechanical tension-ի են ենթարկվում տվյալ մկանի բոլոր մկանաթելերը։ Երկրորդը այդ eccentric-ների ժամանակ է, այսինքն երբ մկանը քաշին դիմադրելով ձգվում է։ Սակայն այս դեպքում բավականաչափ ձգվում են մենակ այն մկանաթելերը, որոնք որ ակտիվ են շարժման ընթացքում, ինչը eccentric-ների դեպքում լինելու է մկանաթելերի 50%-ից քիչը։ Կարևոր է նշել, որ sarcomatogenesis-ի կարող ենթարկվեն մենակ դոշը, կվադրիցեպսը, հեմսթրինգները, նստամկանը ու gastrocnemius-ը։ Մնացած մկանները ֆիզիկապես չեն կարող այնքան ձգվեն, որպեսզի sarcomatogenesis-ի ստիմուլ ստանան։ Բայց նույնիսկ այս մկաններում sarcomatogenesis-ը հասնում է իր լիմիտին շատ արագ, որովհետև երբ որ մկանը երկարում է, արդեն ամեն ինդիվիդուալ մկանի բջիջ սկսում է ավելի քիչ ձգվել, ինչի պատճառով էլ sarcomatogenesis-ի ստիմուլ չենք կարողանում ստանալ։ Այսինքն, որպեսզի շարունակաբար կարողանայինք մկանները անverջ երկարացնել, պետք է անverջ ավելի ու ավելի խորը ռաստիաճկեք անեինք ժամանակի ընթացքում, բայց ինչ որ կետից սկսած մեզ մեր հոդերը էլ թույլ չեն տա էս անել ու կհասնենք մեր լիմիտին։ Եթե ուզում ես մկաններդ երկարեն ու ավելի flexible լինես ու ավելի ուժեղանաս, կարաս ռաստիաճկեք անես։ Ռաստիաճկաները ցանկալի է անել պարապմունքից հետո, որովհետև իրանք բացում են քալցիում այոնների չանելները, ինչը բացասականորեն ազդելու քո պարապմունքի որակի վրա։ Բայց առհասարակ, քանի որ այս ադապտացիան շատ շուտ է իր լիմիտին հասնելու, ես սրան շատ ուշադրություն չէի դարձնի։